Վերադարձանք տաղավարտ, իսկ հիմա շտապելու ենք մեր այսօրվա երկրորդ հյուրի հետ արդեն մեր զրույցին, քանի որ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործադուլի միությունը մայիսի 15-ին շատ լուրջ նորություններ ունի եւ շատ հետաքրքիր օրը իրականում շատ հագեցած էսպես սպասվում, ավելի մանրամասն առաջարկում եմ արդեն շտապենք զրուցել մեր հյուրի հետ, ով տաղավարում է։ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործադուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյան։ Բարի լույս, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, մինչև մեր զրույցը հիշեցինք, թե քանի տարի է առաջ ենք իրար հետ միասին հանդիպել այս տաղավարում, ամեն դեպքում շատ հաճել է ևս մեկ անգամ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ինչու որոշեցիք հենց այս տարի Coaf Smart կենտրոնում Լոռու մարզում իրականացնել միջոցառումը։ Նախ սկսենք միջոցառումից, միջոցառումի անվանումը Silicon Mountains եւ կարող ասել, որ մեր միջոցառումը իրանից ներկայացնում չգիտեմ, մեզ նորմալ է։ Միջոցառումը իրականում ավելի շատ գաղափարախոսություն է իրանից ներկայացնում, քան թե պարզապես միջոցառում։ Այսինքն Silicon Mountains ասելով մենք մեր ապագայի երկիրն ենք պատկերացնում։ Մինչ ներողություն եմ խնդրում, միշտ մենք անդրադառնանք ավելի մանրամասնությունների, ևս մեկ անգամ կուզենայի նաև խոսել նրա մասին, որ ինչքան կարևոր է վերջին շրջանում առհասարակ տեղեկատվական եւ հաղորդակցության այսպես տեխնոլոգիաների իրականությունը մեր կյանքում ինչքան տարօրինակ է միջոցառումները մեր իրականությունում եւ հատկապես որ ոչ մայրաքաղաքում է տեղի ունենում, այլ հենց մարզում է տեղի ունենում։ Համեցեք, շնորհակալ եմ։ Մեր միջոցառումների շարքը կարելի ասել սկիզբ է առել 2019 թվականից, մենք անում էինք Երևանում եւ անցած տարվանից առաջին անգամ իրականացրեցինք նաեւ մարզում, Շիրակի մարզ, Գյումրի քաղաքում, Չքնաղ եւ հասկացանք, որ մարզային միջոցառումները մեր ծրագրի անբաժան մասը պետք է դարձնենք եւ որոշեցինք մեր միությունով, որ այսուհետ մենք տարվա մեջ երկու անգամ ենք անելու Silicon Mountains, այսինքն մեկը անելու ենք Հայաստանի Հանրապետության մարզերից որևէ մեկում եւ ամփոփիչ արդեն կանենք Երևանում ավելի մեծ ֆորմատով ու կարծում սա շատ լավ նախաձեռնություն է։ Քանի որ ծառայության կենտրոնը տեխնոլոգիական փորձում ենք նաեւ մարզեր տեղափոխել։ Ակտիվությունը մարզերում ինչպիսին է։ Ինչն է փորձը ցույց տալի։ Ես վստահ եմ, որ հենց դա է հիմնական նպատակը եղել եւ նպաստել, որպեսզի հենց մարզերում հասկացվեն, բայց հետաքրքիր է նաեւ ձեր կողմից գրանցած արդյունքները։ Բացառիկ ակտիվություն ունենք այս տարի եւ գրանցված մասնակիցների առումով եւ հետաքրքրված զանգերի առումով ու հասկացանք, որ այս ֆորմատը մենք կարելի ասել որոշակիորեն բաց էինք թողել մինչև կարելի ասել անցած տարի եւ ել ավելի ամեն տարի ավելի մեծ ողջորվածությամբ ենք սպասում թե երբ ենք անելու եւ որ մարզումը լինելու հաջորդը։ Ունենք դրսից հյուրեր։ Բազմաթիվ հյուրեր ունենք եւ Հայաստանից որ ոլորտից նաեւ մենք հիմնական 3 թեմաներ ենք առանձնացրել միջոցառման շրջանակներում։ Առաջինը դա արհեստական բանականություն եւ թվայնացում։ Դե առանց դրա այսօր հաստատ վերջին տարիներին դա ամենակարևոր թեմաներից մեկն է։ Այո, երկրորդը էլի ոչ կարևոր թեմա, դա կիբեռանվտանգությունն է, տվյալների պաշտպանություն եւ երրորդը արդեն խելացի թվային ենթակառուցվածքներ։ Բոլոր թեմաներով ունենք արտերկրից հյուրեր, Ֆրանսիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից տարբեր թեմաներով են գալու։ Մենք այսօր ամսի 15-ին առաջին անգամ նաև մեծ հպարտությամբ հյուրընկալելու ենք Global High-Tech Award 2024 թվականի դափնեկրին, որը այսօր է մրցանակը ստանալու վարչապետից, այսօր մեծ արարողություն է լինելու եւ պատիվ ունենք նաև իրեն լսելու բացառիկ շնորհանդեսը իրեն։ Հրաշալի։ Մենք կարևոր թեմաները 3-ն են, ովքեր են մասնակցելու։ Շատ լավ, ուրեմն մեր ոլորտն է մասնակցում, բնականաբար, հնարավորություն ենք տալիս նաև երիտասարդներին մասնակցելու, ուսանողներին, նաև շատ անգամ նաև աշակերտներին ենք բերում, որ ավելի վաղ տարիքից հասկանան ինչ է կատարվում, քանի որ միջոցառումը նեղ մասնագիտական թեմաներ են, բայց փորձում են նաև մեր բանախոսները ավելի մարդկային լեզվով խոսել տեխնոլոգիաների մասին, որ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնի, քանի որ ոլորտը կարելի ասել որոշակիորեն նեղ է եւ փորձում ենք մի քիչ իրեն բացել։
Մեր հիմնական գաղափարախոսությունը նա է, թե տեխնոլոգիաները, թվային տեխնոլոգիաները ինչպես կարելի է կիրառել տնտեսության տարբեր ճյուղերում։ Դրա համար սա բացառիկ հարթակ է, որտեղ եւ պետական գործիչներ են գալիս, եւ լոկալ էքսպերտներ, միջազգային էքսպերտներ, միջազգային կազմակերպություններ, որտեղ հենց այդ խմորումներն են տեղի ունենում, որտեղ բացահայտում ենք եւ խնդիրները, բայց չենք կենտրոնանում խնդիրների վրա, ավելի շատ խոսում ենք մարտահրավերների եւ այն հնարավորությունները, որոնք բացվում են Հայաստանի առջեւ։ Որքան էլ նշեցիք, որ նեղ մասնագիտական ոլորտներ են, այնուամենայնիվ այդ նեղ մասնագիտական ոլորտները այսօր անբաժան են մեր կյանքից եւ շատ կարեւոր են։ Ինչպես կարող են գրանցվել եւ մասնակիցը դառնալ։ Ցավոք սրտի մենք արդեն գրանցումը փակել ենք, քանի որ ինչպես նշեցի, մեր սպասվածից շատ ավելի շատ մարդ է գրանցվել, մենք սահմանափակ քանակությամբ տեղեր ունենք, բայց եթե բարեխոսեք 1-2 հոգու Շատ լավ, որ բարեխոսենք 1-2 հոգու, բայց սա թող լինի ազդակ, որ մյուս տարի էլ ավելի մեծացնեք շրջանակները եւ հնարավորություն տաք շատ մարդկանց ներառել եւ մասնակցել։ Մի ամբողջ օր, ամսի 15-ին, այսինքն հագեցած օր է լինելու, եթե մենք մեզ հետաքրքիր է վստահ եմ նաև մեր հեռուստատողներին, կարող ենք արդյոք ամփոփել օրվա ընդհանուր գրաֆիկը, ինչ է սպասվելու հենց ամսի 15-ին եւ հետո նաև անդրադառնանք Երևանին։ Չէ՞ որ սա մարզից սկսում ենք, հետո միջոցառմանը։ Այո, իհարկե։ Մենք ունենք երկու հիմնական բանախոս, որոնք ներկայանալու են շնորհանդեսով, ինչպես նշեցի, առաջինը դափնեկիրն է, ճապոնացի գիտնական դոկտոր Հագիվարան, որը խոսելու է արհեստական բանականություն ռոբոտաշինության մեջ։ Ինքը բավականին մեծ փորձ ունի Ճապոնիայում, լաբորատորիայի ղեկավար է եւ այլն։ Երկրորդ թեման դա զբոսաշրջության թվայնացում թեմայով, զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը Լուսինե Գևորգյանն է նաև հետաքրքիր շնորհանդեսով հանդես գալու։ 3 թեմաներն են, բայց զուգահեռ ունենք նաև էքսպոյի կտոր, որտեղ ընկերությունները եւ մարզային եւ երևանյան ընկերությունները կարող են ներկայացնել իրենց պրոդուկտները, լուծումները, զուգահեռ տեղի ունենալու այլ մասնաշենքում, նույն քոաֆի տարածքում, այդ խելացի կենտրոնում կիբեր պատերազմներ սիմուլյացիոն խաղը, որը ինչ է դա։ Կիբեր անվտանգության մասնագետները բաժանվելու են 2 խմբերի եւ իրականացնելու են հետաքրքիր խաղ։ Մի թիմը սկզբից պաշտպանողական գործողություններ անելու, բնականաբար դա վիրտուալ տարածքում, մյուս կողմը հարձակման, այո, եւ հետո տեղերով փոխվելու են։ Այնց հետաքրքիր ոնց որ էքսպերիմենտալ խաղ են անում։ Բոլորը հայեր են, բայց այդ երկու խումբն էլ հայեր են։ Այո, հայեր են, բայց անցկացնող անձնակազմը նաև լինելու է արտերկրից, իտալացի մասնագետներ են գալու մեր տեղական ընկերության կազմակերպությունների հետ, համատեղ ոնց որ իրականացնելու ենք այդ խաղը եւ շատ կարեւոր խաղ է ու շատ ողջունելի որ մենք իրականում այդ 3 թեմաները, քանի որ ասում ենք շատ ակտուալ են, նաև իրար հետ շատ կապված։ Միանշանակ։ Այսինքն առանց մեկը մյուսի տեխնոլոգիական առաջընթաց ցանկացած երկրում կամ ոլորտում անհնար է պատկերացնել։ Բայց ամսի 16-ին էլ իրականում մի հատ հետաքրքիր նախաձեռնություն ունենք, նույն էս մեր Silicon Mountain-ի չեն եզրափակում, բայց փոքր կտոր է, բայց էլի շատ կարևոր, մենք փորձելու ենք մարզային ստարտափերին հավաքենք KOAF կենտրոնում եւ սովորեցնել իրենց pitching-ի, այսինքն շնորհանդես անելու հմտություններին եւ նաեւ վաճառքի հմտություններին, որտեղ կարողանան իրանք նոր շուկաներ գրավեն եւ դուրս գան արտերկիր։ Այո, շնորհանդես ներկայացնելու հմտությունը շատ կարևոր է, այո, հենց այդտեղից է սկսվում, հետո նոր գրանցվում վաճառք։ Ճիշտ է։ Գանք Երևան։ Վերադառնանք Լոռու մարզից Երևան։ Ինչ է սպասվում։ Երևանում դեռ օրը ֆիքսած չունենք, բայց գիտենք, որ հոկտեմբերի կեսերին է լինելու, քանի որ էլի սպասում ենք նոր Global High-Tech World-ի նոր դափնեկրի 25 թվականի արդեն դափնեկիրը պետք է գա եւ նաեւ մեծ միջոցառում ունենանք ավելի մեծ դահլիճում հիմնականում ունենում ենք վերջին տարիներին 800-ից ավել մասնակիցներ արդեն Երևանում, եթե մարզում ունենք հնարավոր սահմանափակումներ, Երևանյան սահմանափակումները մի քիչ ավելի մեծ են, այսքան ավելի քիչ են, այսինքն մասնակիցների առումով ավելի շատ են, ու դեռ շատ փակագծեր չեմ կարող բացել, բայց կարող եմ ասել հոկտեմբերի կես, այսինքն 14-15 մենք արդեն կունենանք նորից հանդիպելու։ Կարծում եմ մեր տաղավարում, որպեսզի վստահ եմ, այո։
Շնորհակալություն մանրամասն ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենալու մայիսի 15-ին։ Եթե դուք բան ունեք ավելացնելու, սիրով կլսենք ձեզ։ Չէ, ես մոռացանք, բացտորեցինք, չգիտեմ։ Չեք մոռացել, շնորհակալ եմ ձեզ այս հնարավորության համար եւ նաև միշտ պատրաստ ենք։ Շատ ուրախ եմ, որ տեխնոլոգիաների մասին ել ավելի շատ ենք խոսում, ավելի շատ մարդիկ են հավաքվում տեխնոլոգիական համայնքի կողքին եւ հուսով եմ հաջորդ միջոցառումների նաև ձեզ կտեսնեն։ Երկու հոգու համար կարող ենք բարեխոսենք, հիշի Ռուբեն։ Դե այդ հնարավորություն ունենք, դեռ պահենք օգտագործելու համար։ Ահա մեզ համար օգտագործենք։ Շատ շնորհակալություն ձեզ, լավ ենք մաղթում եւ նաեւ հաջողություն ես պատասխանատու միջոցառումների շրջանակներում, իսկ հոկտեմբերի մասով արդեն պայմանավորվածություն կարծես թե ձեռք բերեցինք։ Ձեզ լավ օրվա շարունակություն, իսկ մենք սիրելիներ շարժվենք առաջ։